Դե ինչ սիրելի հետևորդներ ջան, ինչպես ասում ենք, տրնդես եւ գենդեր փարթի վլոգ մաս համար 5 անցնում ենք առաջ։ Դե ինչ, նախորդ տեսանյութի շարունակությամբ կրկին երևս կատարում ենք բակի ձևավորումները։ Աղջիկ եւ տղա գրվածքները փակցված են, ապա անցնենք տիկնիկների տեղադրման տարբերակին։ Մի հատ նայեք ինչ ծիծաղելի են ու հրաշք։ Այնքան եմ սիրել, կարծես իրական մարդուկներ լինեն։ Ապա ավելացնեմ նախապես փչված վարդագույն եւ կապույտ փուչիկները, ամեքից 3-ական տարբերակով ավել ծանրություններ չցանկացանք։ Ապա հերթով դուրս եմ բերում մնացած պարագաները, նաև տրնդեզի արարողության ձևավորումները նույնպես։ Դե ինչ, անցնենք պատրաստման եւ ձևավորման նաև տրնդեզի արարողության, առիթին վերաբերվող ձևավորումները, դետալները եւ այն ամենը, ինչը նախապես պատրաստել էինք։ Դե ինչ, առայժմ առաջնային ընդհանուր ամենը պատրաստ է։ Ընթացքում կլինեն մի փոքրիկ ավելացումներ։ Այստեղ արդեն, ինչպես ասում ենք, խնամիների սինինել է ավելացել, արդեն հյուրերից մի քանիսը եկել են։ Ստացվել է այնպես, որ այս վլոգը տեղադրելուց առաջ շատ-շատ արդեն տեսել եք Կարինկայի էջում, դե իրական արարողությունը կատարելուց հետո բնականաբար տեղադրել են, ուրախացել են, շատերդ այնտեղ արդեն հասկացել եք ինչ է կատարվում, բայց միևնույն է, խոստացված ձևով, տարբերակով, անպայման պետք է տեղադրել 5-ը, այնուհետև 6-րդ տարբերակը, նաև երևի թե 7, ինչի մասն է խոսքը, դա կարելի է համարել հետտոնական վլոգներ, այսինքն ինչպես անցավ, ինչ հետարքի իրադարձություններ, քննարկումներ, ինչ նվերներ են ստացել Կարինկայինք, ինչպես ասում ենք unboxing, այսինքն էլ ավելի հետարքի շարունակություններ լինելու։ Մի փոքր ներկայացնեմ այն պահը, հիշում եք չէ, սև փուչիկի տարբերակը ես փչել էի, իր մեջ գույներ էի ավելացրել, էկրանը փակել էի գույնային առումով, որպեսզի չտեսնեիք, իբր սերը չիմանաք, թե որտեղ ես կտրատում եմ թղթերը եւ ավելացնում փուչիկի մեջ, ես պետք է իբր փուչիկը մոտեցնեի։ Նարեկին եւ Կարինկային իրենց տաղավարում կանգնած, միշտ մոտեցնելը պատահական իբր թե պայթեց, բայց իրականում ես պետք է քորոցով ծակեի, դուրս թափեին այդ գույները, ձեռը արդեն որոշված էր, հյուրերը մտածեին ով ինչ կարծիք ուներ, այնուհետեւ մոտենային Նարեկին եւ Կարինկային, իրենք արդեն երևի թե կջղայնանա, ինչպես մոտեցրեցի, որ ճանապարհին պայթեց փուչիկը, բայց իրականում ես պետք է ասեի, որ վերցնենք կճուճի միջից, դրսում իրենց կողքում դրված հենց փչվող գույն տարբերակը, որ փչեին, որ տեսնեինք բոլորս իրական սերի գույնը։ Այսինքն ինչ որ խառաշփոթ էր երևի թե առաջանալու։ Հետո երկար մտածեցի, փոշմանեցի, փուչիկի պահը թողեցի մի կողմ, քանի որ մտածեցի խառաշփոթ կլինի, շատերին կթվա թե երևի թե զույգ է, մեկ այլ գույն, մեկ հետո մյուս գույնը։ Երևի թե շատերը չէին հասկանա ինչ է սա, ինչի համար է այս չհաճճիությունս, որոշեցի թողեցի մի կողմ։ Իսկ այն իրականում քիչ առաջ նկարահանումից առաջ ես պայթեցրեցի, մի փոքր անց ցույց կտամ, կտեսնեք ինչ գույնի մասին է խոսքը։ Որպեսզի հաջորդ երեխային երկրորդի տարբերակում սերը լինի հակառակ։ Այս թափվածի մասին է խոսքը, հենց դոր եմ պայթեցրել նկարահանումից առաջ։ Իհարկե, աղջկա մասներ խոսքը, վարդագույնը, բայց իրականում չէ, ընկերներ ջան, հույս չունեմ, իմ կարծիքով, իմ զգացողությամբ, վստահ եմ, որ երկրորդն էլ է տղա լինելու, աղջիկը երևի թե երրորդ տարբերակում, դեռևս կտեսնենք։ Ամենածիծաղալու կիքսը։ Այնքան ենք ծիծաղացել բոլորով, ես զարմացած եմ մնացել, որ շատիր չեմ եղել, դե մոնտաժման ժամանակ 8 ժամի, գիշերվա ժամի 3-ը 4-ը հոգնածությունից մոռացել եմ, մոնտաժման ժամանակ նախորդ տեսանյութում ես իբր գույները փակել եմ, որ ծաղիկները չտեսնեք ինչ ծաղիկներ եմ նվիրում Կարինկային, անակնկալ որ բերում եմ, դնում եմ մեքենայի մեջ, այնինչ մեքենայում տեղադրելու հատվածը ես գույները չեմ փակել, սև ու սպիտակ չեմ դարձրել, պարզ հստակ երևում է, որ այնտեղ ես տեղադրում եմ կապույտ ծաղիկներ։ Հետո գեներից շատերը ովքեր ուշադիր են եղել, այնտեղ տակը գրել են մեկնաբանություններում, որ վայ Կարինե ջան, մենք ծաղիկներ տեսանք, հասկացանք սերը արդեն, ես մտածում եմ ինչպես հասկացան, ինչ ծաղիկներ։ Հետո նորից տեսանյութը նայում եմ, հասկանում եմ, ինչպես ասում են, կիքս, մոռացել եմ այդ մասի ծաղիկների գույնի հատվածը փակել, հոգնած։ 8 ժամի մոնտաժումներ, դե հազիվ էլ այսքան էլի։
Դե ինչ, ապա այստեղ, ինչպես խոստացել էի, տեղադրում եմ բոլոր հարազատների, բարեկամների կարծիքները, իհարկե ովքեր ցանկացել են ներկա գտնվեն եւ մասնակցեն այս հարցմանը, թե մեր երեխան ինչ սեռ է։ Եկեք անցնենք առաջ, տեսնենք ով ինչ կարծիք ունի։ Եվ իհարկե նաեւ մեր հետևորդներին, որոնց խոստացել էի, չէ, ձեր մեկնաբանություններով ով ինչ կարծիք որ գրել է սեռի հետ կապված, անպայման այն ներկայացնելու են։ Դե ինչ, անցնենք առաջ։ Եվ այսպես մեր հետևորդների մի քանիսի կարծիքներից Աննա Պետրոսյան, տղա է լինելու։ Անի Family, աղջիկ է։ Էմոցիոնալ, ես ասում եմ, որ տղա է լինելու։ Մկրտչյան, ես կարծում եմ, որ տղա է։ Ես երեխայի պապին եմ։ Ըստ ինձ, ելնելու է տղա։ Իմ կարծիքն է, իմ սուբյեկտիվ կարծիքը պետք է լինի տղա։ Հիմա ասա, համ խորվածարը համ ասա, դու ինչ ես կարծում։ Ինչ ես կարծում երեխան։ Կարծում, կամ տղա կամ աղջիկ։ Երբ ծեր չեր լինելու։ Բայց աղջիկ։ Հա։ Աղջիկը շատ սիրուն աղջիկ։ Ասա, մի հատ լսա։ Շատ սիրուն աղջիկ։ Ես երեխայի մայրիկի տատիկն եմ։ Ենթադրությամբ տղա կլինի։ Ես Կարինայի հորաքույրն եմ եւ հաստատ համոզված եմ, որ երեխայի սեռը լինելու է տղա։ Ես երեխայի տատիկն եմ ու կարծում եմ, որ երեխան տղա է։ Ես երեխայի մայրիկի պապիկն եմ, ցանկանում եմ Աստված առաջ, ինչ որ լինում է թող լինի, բախտավոր երեխա լինի, որով, տղա է, իմ կարծիքով երազից տեսել եմ տղա է։ Ասե։ Ես երեխայի քերին եմ։ Ես երեխայի մայրիկի քերին եմ, մտածում եմ, որ տղա է։ Ես Կարինկայի տատիկն եմ, կարծում եմ, որ տղա է։ Դե ինչ, վերջապես հերթը հասավ ինձ, բայց Ես երեխայի տատիկն եմ, քանի որ գիտեմ սեռը ինչ է, ոչ մի բան չեմ ասի։ Սպասեք վերջում կտեսնեք։ Այն ընկերներ ջան, այս սիրելի հետևորդներ ջան, այնքան խառնված ու խառնաշփոթ վիճակ է եղել։ Պատահական հյուրերի արագ գալը այնտեղ կազմակերպչական, այնտեղ արդեն մոտավոր անակնկալ էինք պատկերացնում, թե ինչ է լինելու, ինչ անակնկալ է սպասվում, ես հասկացա, որ Կարինկայի ծնողների կողմից է այդ անակնկալը։ Այս խառնաշփոթից բոլորը ամենը իրենց ասելիքն ասացին։ Մտքներից էս դուրս էր եկել, մոռացել են, որ մոտենային Կարինկային եւ Նարեկին ասենք, ինչ կարծիքի եք ձեր երեխայի սեռի մասին։ Տղա է թե աղջիկ է, այդ դրվագը ոչ նկարահանեցինք, ոչ ունեցավ, ամբողջ արարողությունը կատարելուց հետո դուր ասում ենք լավ ժողովուրդ, բա Նարեկին Կարինկային չենք հարցրել ու բոլորը ծիծաղում ենք։ Իրենք էլ չէին հիշել այդ մասին, համենայն դեպս խառնաշփոթ, բայց շատ հետաքրքիր ստացվել ամենը։ Ես երեխայի տատիկն եմ ու ես վստահ գիտեմ ինչ է իմ ձակուկը, քանի որ մինչ այս ամենը կազմակերպելը անգամ Նարեկը եւ Կարինկան ընդհանրապես դեռ իրար չէին էլ ճանաչում, նման հեռանկար չկար, ես իմ երազներում տեսել եմ, որ մեր բակում իր խաղերի մեջ, տան մեջ վազվզելուց հենց այդ սեռի երեխան է։ Այն ինչ որ իմ երազում ես տեսել եմ, ես գիտեի, որ Նարեկի կյանքում առաջին երեխան ինձ սեռի է լինելու։ Հետաքրքիր է, չէ՞։ Ես երեխայի տատիկն եմ ու ես վստահ գիտեմ, այն ինչ գիտեմ իմ երազներից սկսած։ Դե ինչ, վերջապես մեր հյուրերը եկել են, կարելի է ասել ամբողջը պատրաստ է, բայց այստեղ կա ինչ որ անակնկալ, ինչ որ դինամիկ են բերում, երաժշտության համար ինչ որ բաներ են տեղադրում, ընթացքում չէի հասկացել, բայց հետո հասկացա ինչ անակնկալի մասին է խոսքը։ Կարինկան նույնպես զգացել է, բայց հիմնականում չէր պատկերացրել ինչին է վերաբերվելու։ Դե ինչ, ոնց որ թե սկսում ենք մեր հիմնական առիթը գենդեր փարթին։ Ակամայից բոլորս լարված ենք, հուզված ենք, անհանգիստ վիճակ է, իհարկե ուրախությամբ ամբողջը։ Կարինկայի քերին Նարեկին բացատրում է, թե ինչ բալոնչիկ է, ինչպես պետք է այն բացել։ Իսկ այդ պահին իրոք հրաշք անակնկալը։ Ինքս անչափ շատ էի ուրախացել։ Հապա նայեք Կարինկայի էմոցիաներին։ Այս հրաշք անակնկալը կազմակերպել են Կարինկայի ծնողները, մայրը եւ հայրը։ Քանի որ արդեն գիտեին, որ շատ գեղեցիկ բակի ձևավորում են կատարելու գենդեր փարթիի համար, երևի թե հասկացել էին, որ ավելի շքեղ կլինի ինչ որ լրացում կատարել այս տարբերակով։ Եվ իրոք ստացվել էր մի մեծ բեմականություն։ Ես երեխայի պես անչափ այնքան շատ էի ուրախացել, թռչկոտում էի այս ու այն կողմ։
Այսինքն ստացվում է աղջիկն ու տղան կռիվ են անում, թե իրենցից որն է լինելու սեռը, ով է հաղթելու։ Իսկ Կարինկան ակնհայտ ուրախությունից հուզվել էր։ Դե ինչ, ահա, վերջապես եկավ ամենահուզիչ, դագնապային և ամենաերկար սպասված պահը։ Պատրաստ եք։ Եվս մեկ տղա մեր կյանքում, իմ թանկս, Աստված օրհնի քո գալուստը։ Հիշում եք, չէ, էստեղ, թե Աստծո կամոք իմ զինվորը ինչպես տուն վերադարձավ պատերազմի ճիրաններից։ Աստված ձայնս լսեց իմ անդադար աղոթքներից։ Աստված պահեց իմ բալին, ես Աստծո ծառա եմ։ Բա մեր մնացած բալեքը, եռաբլուրում ննջող, որ կարծես իրենց եւ որդեկորույս ծնողների դիմաց պարտավոր եմ։ Պարտավոր եմ, որ այսօր ունեմ այս ուրախությունը, վայելում եմ ժառանգիս թակն ու պսակը։ Եվ ամեն իմ ուրախության իմ տանը, իմ օջախում, ներողություն եմ խնդրում, թուլատվություն եմ աղերսում զոհված մեր տղաներից, որդեկորույս մայրերից։ Կներեք, տղեկ, կներեք, որդեկորույս մայրեր։ Եվ ահա, իմ տղաս, իմ զինվորը, օրհնվել է Աստծուց, եւ Աստծո կամոք նա հայր է դառնում։ Իսկ ես գիտեմ, թե ինչու եւ ինչպես, այո, ձեր օրհնությամբ, իսկ ինչու հենց տղա, հենց արու զավակ, այո, այստեղ ոչինչ հենց այնպես չէ, այն ի վերուստ է տրված, ձեզանից մեկին ենք վերադարձնում, Աստված օրհնել է իմ տունը, իմ օջախը, մեր զոհված, մեր կոտորված բալեք, Աստծո օրհնությամբ, ձեզանից մեկին, իմ խնդրանքներով, աղոթքներով, աղաչանքներով, Աստված վերադարձնում է մեզ, ամենը Աստծով է, շնորհակալ եմ, Տեր Աստված։ Այստեղ ամենահետաքրքիրը գիտեք որն էր։ Հետո եմ նկատել, որ տիկնիկների աչքերը կապույտ գույն են, երկուսինն էլ աղջիկ թե տղա։ Հա, Տեր Աստված։ Կարող է այստեղ էլ անակնկալ լինի, ընդհանրապես ես ուշքից գնամ։ Դե այստեղ շարունակական շնորհավորանքներ, գրկախառնություններ, պարե շախ շուխ տաշի տուշի ու այսպես շարունակ։ Աստված օրհնի բոլոր զույգերին, ինչպես օրհնվել են իմ ձագուկները։ Ահա, վերջապես հասանք շոմպայնի արարողությանը։
տիկնիկներ էր, մեզ հետ ոնց որ հավեսի էին ընկել, ճիշտ ասած չենք էլ ուզում թողնեինք որ գնային։ Այս տիկնիկների պահի վրա այնքան եմ ուրախացել, երևի ամենաշատը ես եմ ուրախացել, իմիջիայլոց այն որ ասում են ջրիկ վիճակ, ամբողջությամբ ջրիկացած, ուրախ զվարթ, այս չափ ուրախությամբ, այս չափ հետարքիր կազմակերպված, որ լիարժեք ուրախություն եմ ես զգում այդ օրը, երբևիցե չէի պատկերացնի։ Շատ իդեալական, շատ հետարքիր է անցել, առավել եւս այն պահը, երբ հասկացա անակնկալ կա, որը կազմակերպված էր Կարինկայի ծնողների կողմից։ Կարինկան սկզբում չհասկացավ ինչ անակնկալ է, բավականին երկար մտածում էր, ինչ որ նվեր են իրան ուղարկում, ինչ որ մի բան, բայց ես արագ հասկացա ինչ է կազմակերպված եւ ուրախությամբ սպասում էի։ Այս ամբողջի վրա ես ավելի շատ էի ուրախացել, նաեւ չափից շատ ծիծաղել եմ իրենց խաղի վրա, բեմականացման վրա, կարճ ասած շատ իդեալական էր, խոսքեր չկային։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, ինչ որ բան մոռացել եմ ասեմ, չեմ հիշել, ընթացքում կհիշեմ։ Ինչն ենք տեղադրել, ինչը ոչ, շատ նկարահանումներ կան, որից շատերը տարբեր մարդկանց մոտ են, դերևս կուղարկեն թե ոչ, կարճ ասած հիմնական տեսանյութ վլոգը կա, տեղադրված է, վայելեք, ամենը շատ հետաքրքիր է, հասկանալի է, ինչ որ բաց թողումներ կամ կիքսեր, եթե էլի կունենամ, ինձ թվում է դուք շատ լավ հասկանում եք այս խառնաշփոթի մեջ, որ հազվեմ հասցնում այս ամենը նկարահանեմ, մոնտաժեմ։ Դե ինչ, հիմա էլ անցնում ենք բուն տրնդեզի արարողությանը։ Տեսեք ինչքան շքեղ կազմակերպվածություն է, կարելի ասել ամեն ինչը տեղը տեղին, համովիկներով, քաղցրավենիքով, շքեղ տորթը, սինիները, տարազով, ամենով ձևավորած, դե իհարկե այս ամենը կազմակերպում են աղջկա կողմի հարազատները, ծնողները, ինչպես որ պահանջում են իբր մեր հայկական ադատները։ Ամենակարևորներից էր նաև, որ կարողացան եկեղեցուց բերված կրակը պահպանել այնքան, մինչև տեղ հասնեին սինու միջի մոմերը, որից հետո կրակը փոխանցեցինք այդ մոմերին։ Դե ինչ, անցնում ենք տրնդեզի կրակի վառման արարողությանը։ Քանի որ կրակը բավականին դժվար վառեցինք, անձրևային եղանակի եւ խոնավության պատճառով այստեղ նարեկը քիչ էր մնում, բաժար տար իր ձեռքի տարահի հետ միասին մի կուշ ծիծաղել ենք։ Եվ վերջապես երկար փորձերից տարապելուց հետո Կարինկայի քերին մեր հայաթումը ինչ ասես գտնելուց վառելուց հետո վերջապես կարողացան վառել տրնդեզի կրակը։ Դե ինչ, անցնում ենք պտույտներով, ինչպես ադատն է 7 շրջան պտտվելով խարույկի շուրջը։ Շատ ծիծաղելի մուլտիպլիկացիոն տեսարան է ստացվել, բայց ինչ անենք, արագացնենք, որ երկար չսպասենք 7 պտույտ շրջանին։ Դե ինչ, մեր զույգերը արդեն 3 անգամ խարույկի վրայից թռնելուց հետո, ինչպես կարելի ասել, ես մի լավ ջրիկացել եմ, չեմ էլ հիշում, թե քանի անգամ եմ կատարել թռիչք այս կողմ ու այն կողմ։ Դե ինչ, խարույկի վրայից թռնելու հերթը արդեն հյուրերինն է։ Առաջի բացումը կատարում են Կարինկայի հայրիկը եւ մայրիկը։
Վերջում տեսա էլի կրակը դեռ կա, հավեսի ինգա, ափսոսս եկավ, ասեցի սպասեք էլի թռչկոտեմ, քանի վերջնական չի հանգել։ Եվ ահա հաջորդ փոքրիկ անակնկալը, որը բերել էր Կարինկայի մայրը, այսինքն փոքրիկ տորթիկը։ Տրնդեզի ժամանակ այն պետք է բացեր, տեսնենք ինչ էր գրված այնտեղ։ Իսկ մյուս էլի փոքրիկ անակնկալը ուղղակի հրաշք, մի հատ նայեք, արդեն իմ ուշքը գնում է, էլ չեմ դիմանում։ Ահա, վերջապես Նարեկը եւ Կարինկան կտրում են տրնդեզի տորթը։ Այստեղ Կարինկան արդեն բաժանում է տրնդեզի տարոսիկները։ Պապիկները խորոված են անում։ Տատիկներ ընկելամեջներ ասում այսի սենց արեք, նենց արեք, դուք ճիշտ չեք անում, թողեք ես։ Ապա հյուրասիրության ընթացքից ոչ մի կադրեր չեմ նկարել, դե իհարկե այդ պահը գեղեցիկ չէ, մարդիկ հաց են ուտում, շատերի համար այդ տեսարանը այնքան էլ հաճելի չի լինի իրենց նկարելու պահով, իսկ այստեղ կատարում ենք տրնդեզի սինիների բացման արարողությունը, կտրատելով քաղցրավենիքը, ինչպես ասելով պատրաստում ենք համով սուրճի սեղան։ Դե իհարկե, եկեք անմահացնենք նաև Կարինկայի ստացած ծաղիկները, թե ծնողների կողմից, թե իմ կողմից, այնուհետև հաջորդ օրը սիրո տոնի կապակցությամբ Նարեկի կողմից նվիրված սպիտակ վարդերը։ Կարևորը ամենը անցավ շատ իդեալական եւ Աստծո օրհնությամբ։ Դե ինձ սիրելի հետևորդներ, կարծում եմ, հետոնական, ինչպես ասում են, գենդեր փարթի եւ տրնդեզ արարողության կունենանք համար 6 տարբերակը, այսինքն վլոգ համար 6, երևի թե նաեւ 7, որովհետեւ էլ ավելի հետարքի այս ամենից հետո կան ընթացքներ։ Սպասեք, կհանդիպենք հաջորդիվ։ Ասում են տանակ ինչա, տղա չէ, ես մեր տղայի տատիկն եմ, այս նախապես նկարահանում եմ, միջ գենդեր փարթի միջ հյուրերի գալը, բայց նախապես ասում եմ, ես մեր տղու տատիկն եմ, մերն տղուս կյանքին, այսինքն նկա հետո եմ դնել, հիմա մարդ չի լսում, ամբողջի վերջում կտեղադրեմ, որ սաղի ուշ կգնա։ Իմ կյանք տղու տատիկն եմ, իմ ման կապիտա չկա, սիրուզս տեղը տեղին, զուխը տեղը, տղա։